Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր հունվարի 30-ն է և այս հաղորդման մեջ անդրադառնալու ենք Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություններին, այսինքն երկու հայտարարություն ունենք, մեկը Եվրոպական դեպարտամենտի խնդիրներով տնօրենի հայտարարությունն է, Վլադիսլավ Մասլենկովի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ և երկրորդ հայտարարությունները արդեն Մարիա Զախարովայի հայտարարություններն են, որոնք որ նույնպես վերաբերվում են Հայաստանից և ընդհանուր պատկեր ենք ստանում, թե ինչ է ուզում ասել Ռուսաստանի Դաշնությունը, ինչ պահանջներ ունի, ինչ հարցեր է ուղղում Հայաստանի Հանրապետությանը։ Դա Հայաստանի մասով քննարկման թեման, մնացածը կրկին միջազգային իրադարձություններն են կարևոր, Իրանի շուրջ զարգացումները, Ուկրաինայի շուրջ, օրեցօր մենք մոտենում ենք կարծես թե պատերազմին, որը որ ամենայն հավանականությամբ տեղի կունենա Իրանի դեմ։ Այսինքն ամեն օր մենք ձեզ հետ միասին քննարկում ենք նոր հայտարարությունները, նոր իրադարձությունները, նաև մեկ-մեկ հիշում ենք նախորդները, թե ինչ հայտարարություններ են եղել, ինչ իրադարձություններ են եղել և այդ բոլորը իրար հետ համադրելով ստանում ենք պատկեր, թե ինչ կարող է լինել։ Սկսենք Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության Եվրոպայի խնդրով հատուկ այդ դեպարտամենտի տնօրենի հայտարարություններից, որը որ վերաբերվում է Հայաստանին։ Եվ ինչ է ասում այս պարոնը, ասում է, որ Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի, փաստացի դա է իր ասածը, Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև այդ ինտեգրացիոն պրոցեսներում հարաբերությունները միանշանակ կարող է տուժեն, քանի որ Եվրամիությունը կոնֆրոնտացիայի ստրատեգիկ որոշում է կայացրել Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը ուզում է դառնալ Եվրամիության անդամ։ Հստակ պահանջում են փաստացի արդեն ռուսները, որպեսզի Հայաստանը կողմնորոշում հայտնի, թե ինքը որտեղ է լինում ԵԱՏՄ-ում, թե Եվրամիության մեջ ապագայում, այսինքն գնում է դեպի Եվրամիություն, որը որ կոնֆլիկտի մեջ է Ռուսաստանի հետ, թե մնում է ԵԱՏՄ-ում։ Ասում են, որ դուք չեք կարող լինել ԵԱՏՄ-ի մեջ և շարժվել դեպի Եվրամիություն։ Այսինքն սա արդեն նման է ինչ-որ վերջնագրերի, որը որ Ռուսաստանի Դաշնությունը կարծես ներկայացնում է Հայաստանին, համենայն դեպս ես այդպես եմ տեսնում։ Եթե դուք այլ կարծիք ունեք, գրեք, ինձ շատ հետաքրքիր է հետևել նաև ձեր մտքերին, բայց ես տեսնում եմ սա այդ տենդենսը կար վերջի ամիսների ընթացքում, հասկացնել էին տալիս, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, հատկապես Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Օվերչուկն էր դրա մասին հաճախ խոսում, հիմա նաև արտգործնախարարությունից շատ պարզ ասում են այդ մասին։ Իսկ Զախարովան անդրադարձել է երկաթգծերի հարցին, վերանորոգման հարցին, ասել է, որ իրենք մշտական կապի մեջ են Հայաստանի Հանրապետության հետ, հիշեցնեմ երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել այդ հարցի շուրջ, այստեղ մի փոքր մեղմ է արտահայտվում Զախարովան և նաև խոսում է TRIP ծրագրից, ասում է, որ հələ հստակ ընկալում չկա, թե ինչ ծրագիր է դա, մանրամասները տեղյակ չեն և իրենք պատրաստ են քննարկել, ավելի պարզ հասկանալ, թե ինչ ծրագիր է դա, նաև այդ ծրագրի շրջանակներում այդպես է փաստացի ակնարկում, որ երկաթգծերի մասով ևս պատրաստ են ինչ-որ գործողություններ ձեռնարկել, չնայած TRIP-ի մասով միանշանակ Ռուսաստանի Դաշնության այդտեղ ոչ ոք չի հրավիրում, բայց Զախարովան շատ մեղմ, գեղեցիկ ձևով կարծես մտնում է նաև այդ թեմայի մեջ և թեթև մտահոգություններ հայտնելով և ասելով, որ իրենք դեռևս վերջնական տեղյակ չեն, թե ինչ ծրագիր է այդ ծրագիրը։ Այսպիսի հայտարարություններ է անում մի քանի շերտանի տիկին Զախարովան, որից որ մենք հասկանում ենք այն, որ
ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թրիփի մասով չի ցանկանում ընդհանրապես դուրս մնալ այդ պրոյեկտից, ծրագրերից, այնուամենայնիվ ինչ որ հույսեր փայփայում է, հասկանալով, որ այլ լծակներ կարծես թե այլևս նա չունի, դրա համար այսպես անորոշ մեղմ, կիսամեղմ հայտարարություններ են անում ռուսները, բայց հապկի մասով ամենահետաքրքիրը այն է, որ ըստ Զախարովայի իրենք չեն հասկանում, թե ինչ սպառնալիք է գալիս Հայաստանին հապկից, ինչի մասին է խոսքը, ասեմ տիկին Զախարովային, որ ավելի լավ հասկանա հատուկ, ինչպես ռուսները ասում են, для особо одаренных ճակերտավոր, ասեմ, որ լավ հասկանա, հապկը շատ է սիրում իր քիթը խոթել երկրների ներքին գործերին։ Մենք դա տեսանք նաև Ղազախստանում, ու մեր մտահոգությունը այն է, մեր մտավախությունը այն է կոնկրետ, որ Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը փորձի ինչ-որ բորբոքումներ առաջացնել, իրադարձություններ, որպեսզի ծավալվեն Հայաստանում եւ այդտեղ փորձեն հապկը օգտագործել։ Նաեւ ինչ-որ միտեղ խախտելով այդ տվյալ կազմակերպության կանոնագիրը։ Ահա սա է ամենամեծ մեր մտավախությունը կոնկրետ հապկից։ Էլի մտահոգություններ եւ մտավախություններ մենք ունենք, բայց դա ամենակարևորներից մեկն է։ Եվ թող տիկին Զախարովան ինքն իրեն անհասկացողի տեղ չդնի։ Նա տեսեք, երբ որ մի հարցի շուրջ մի փոքր մեղմ է արտահայտվում, զգուշավոր, նորմալ ենք մենք դա անցալում, բայց երբ որ իրենք իրենց անհասկացողի տեղ են դնում կոնկրետ հապկի մասով կամ այլ հարցերով, կարծելով թե իրենց դեմ անհասկացողներ են նստած, այդ ժամանակ մենք ստիպված ենք լինում խոսել այս ոճով։ Մենք ոչ միայն լավ ենք հասկանում Ռուսաստանի քաղաքականությունը, այլ ավելի լավ ենք տեսնում իրենց, քան կարծում եմ իրենք իրենց են տեսնում, քանի որ հայ ժողովրդի փորձը բավականին մեծ է շփվելու Ռուսաստանի Դաշնության հետ։ Հիմա ավելի կարևոր թեմայից խոսենք, եւ ամենակարևոր թեման ըստ ինձ Իրանն է, որի շուրջ մենք արդեն ինչքան վաղ է խոսում ենք։ Հունվարի սկզբից մենք խոսում ենք Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններից եւ կարծես թե ոչ թե ամեն ինչ գնալով մեղմվելու է, այլ ավելի լարվելու է իրավիճակը։ Հետաքրքիր հայտարարությամբ են հանդես գալիս թե իրանցի պաշտոնյաները, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետաքրքիր հայտարարություններ են ստանում եւ մենք հասկանում ենք, որ դիրքորոշումները հակադիր են եւ դժվար թե ինչ որ կոնսենսուս լինի։ Այսինքն Իրանը չի ցանկանում գնալ որևիցե պայմանավորվածությունների։ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ որոշ երկրներ տարածաշրջանում փորձում են ամեն ինչ անել, որպեսզի լայնամասշտաբ պատերազմ չբռնկվի, Եվրոպան ընդհակառակը զբաղված է հակամարտության սրմամբ, ասում է Աբբաս Արաղչին, եւ դա նրանից հետո, երբ որ Եվրամիությունը ճանաչեց իրանական ռեժիմը փաստացի որպես տերորիստական ռեժիմ եւ իրենց բանակը կամ պահապանների կորպուսը հավասարեցրեց ահաբեկիչների հետ։ Հիմա շատ է լարված նաեւ Եվրամիության հետ, փորձում են եւ երևի վտարեն եվրոպական երկրների դեսպաններին Իրանից։ Դրանից բացի մենք տեղեկություններ ենք ստանում, որ Իրանը Չինաստանի եւ Ռուսաստանի հետ միասին Օրմուզի նեղուցում հիմա կարող է զորավարժություններ սկսել, փոքրիկ տեղ է, որտեղ որ արդեն գտնվում է ավիակիր Ավրահամ Լինկոլնը եւ բազմաթիվ այլ նավեր զինված պատրաստված եւ ահա այդտեղ Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը եւ Իրանը միասին զորավարժություններ են անցկացնելու, ինչպես նաեւ Հնդկական օվկիանոսում։ Թե ինչ տեղի կունենա, կարող ենք միայն ենթադրել։ Ու դրանից բացի շատ կարևոր տեղեկություններ էլի ստանում ենք, այսինքն ակտիվ քաղաքական իրադարձություններ են տեղի ունենում Թուրքիայի վերով Թուրքիայի արտգործնախարարի նաեւ Էրդողանի նախաձեռնությամբ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին գտնվում է հիմա Թուրքիայում եւ այնտեղից մի շարք կարևոր հայտարարություններ է անում։ Պատահական չէ, որ Թրամփը եւ Էրդողանը խոսում էին հեռախոսազրույց ունեցան,
եւ հիմնական թեման Իրանն էր, չնայած որ մամլու ասուլիսը լրիվ այլ բանի մաս էր, բայց մենք հասկանում ենք, որ Թուրքիան ցանկացավ միջնորդի դերակատարություն ստանձնել, Ամերիկայի Միացյալ Նահանգները իհարկե համաձայնվեց, եւ մենք կտեսնենք քիչ հետո Թրամփի հայտարարությունը այդ մասին, բայց նաեւ հասկանում ենք այն, որ այս այցը Իրանի արտգործնախարարի եւ հանդիպումը ոչ միայն Թուրքիայի արտգործնախարարի հետ, այլ նաեւ Էրդողանի հետ շատ բանի մասի է վկայում։ Թուրքիան փաստացի սկսեց պաշտպանել Իրանին որպես տարածաշրջանային կարևոր երկիր, նույն ժամանակ ցանկանալով լավ մարդ դառնալ Թրամփի աչքերում։ Էրդողանի մասին է խոսքը, այսինքն երկակի խաղ սկսեց խաղալ Էրդողանը։ Իսկ Թրամփը ասում է, որ իրենք խոսում են եւ շարունակում են խոսել Իրանի բարձր ղեկավարության հետ։ Սակայն մենք հիմա տեսնում ենք արդեն նոր հայտարարությունը Աբբաս Արաքչիի, Իրանի արտգործնախարարի հենց Թուրքիայից, եւ նա ասում է, որ Իրանի հրթիռները եւ պաշտպանության համակարգը երբեք չեն եղել եւ չեն լինի որևէ բանակցության առարկա։ Այստեղ ինքը փակում է թեման։ Իսկ երեք Թրամփը մեկ այլ հայտարարություններ էր արել, որ Իրանը պետք է հրաժարվի իր ատոմային ծրագրերից եւ հեռահար այդ բալիստիկ հրթիռներից։ Միջայլոց Թրամփը մոռացել էր խոսել պրոքսի իր գործիքների մասին Իրանի։ Պրոքսի Իրանի գործիքների մասին, որոնք որ կան Եմենում, Լիբանանում եւ Գազայում, ինչպես նաեւ մասամբ հնարավոր է դեռևս Սիրիայում եւս լինեն պահպանված։ Սիրիայում էլ կար, գիտենք։ Այդ պահանջը կամ հանել է կամ մոռացել է Թրամփը այդ պահանջից խոսել, բայց այս երկու պահանջը փաստացի արդեն Աբբաս Արաքչին Թուրքիայում իր արված հայտարարության ժամանակ մերժեց։ Դրանից բացի տեղեկություն ենք ստանում այն մասին, որ Ռեջեփ Թայիպ Էրդողանի եւ Մասուդ Փեզեշքյանի Իրանի նախագահի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել եւ նրանք քննարկել են տարածաշրջանում սրվող ռազմական այդ լարվածությունը եւ դրանից բացի Իրանի զորքերից էլ հրամանատարությունից էլ հայտարարություններ կան, որոնցում ասվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ավիակիրը եւ մնացած նավերը խոցելի են իրանական հրթիռների առջեւ։ Գերձայնային հրթիռներ ունեն, որոնք որ կարող են խոցել ամերիկյան նավերը։ Հետաքրքիր մեկ տեղեկություն եւս, որով որ ուզում եմ ձեզ հետ կիսվել, բայց վստահ եմ, որ ձեզանից շատերը արդեն տեղյակ են, որ երեք հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի միջև։ Եվ Ադրբեջանը վստահեցրել է, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվել։ Չնայած որ մենք գիտենք, որ օրեր առաջ հանդիպում կար Իսրայելի արտգործնախարարի եւ Ջեյհուն Բայրամովի, Ադրբեջանի արտգործնախարարի միջև։ Իսրայելն էլ շատ լավ աշխատում է։ Իրանը արդեն փորձ ունի, տեսել են, որ Ադրբեջանի օդային տարածքը օգտագործվում է, Ադրբեջանը առաջին անգամը չէ, որ վստահեցնում է Իրանին, որ իր օդային տարածքը չի օգտագործվելու, բայց մենք հակառակն ենք տեսնում, օդային տարածքը Ադրբեջանի օգտագործվում է։ Հետաքրքիրը այն է, որ այս պահի դրությամբ մինչև այս պահը, երբ ես անում եմ հաղորդումը, տեղեկություններ չկա, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Արարատ Միրզոյանի եւ Աբբաս Արաքչիի միջև։ Նախկինում այդ 12 օրյա պատերազմի ժամանակ նման հեռախոսազրույցներ եղել էին։ Հիմա չկան։ Իրանը սկսել է փոխել իր դիրքորոշումը վատ իմաստով Հայաստանի նկատմամբ, ես դա նկատում եմ, ցավոք սրտի, մեղադրանքներ Հայաստանի հասցեին, տեսնենք թե այս ամենը ինչպես կավարտվի, բայց ես կարծում եմ այդ ռեժիմը ավելի շուտ կարող է ավարտվել, քան մենք կտեսնենք հայ-իրանական հարաբերություններում ինչ-որ փոփոխություններ։ Մի քանի խոսքով կարծում եմ արժե նաև խոսել այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի ու ավելի շատ զորք է սկսել կուտակել տեխնիկա, հատկապես նավեր Իրանի շուրջ, գալիս են նաև նոր ավիակիրներ են մոտենում Իրանին, դրանից բացի ինքնաթիռներ, որոնք որ կարող են Wi-Fi տարածել, այդպես են ասում, Wi-Fi տարածող ինքնաթիռ, բայց իրականում այդ ինքնաթիռը կապի շատ լուրջ միջոց է ամերիկյան ինքնաթիռների համար, եւ Վենեսուելայի ափերից էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմաթիվ ինքնաթիռներ եւ նավեր է
տեղափոխում մեր տարածաշրջան։ Ասում են, այնպիսի ուժեր Ամերիկայի Միացյալ Նահանգները կուտակել, որը որ չէր կուտակել նաև այդ 12 օրյա պատերազմի ժամանակ։ Եվ վերջում ավարտելով Իրանի թեման, պետք է ասեմ, որ բազմաթիվ ռազմական մասնագետներ Իսրայելից մեկնել են հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, նրանք շատ կարևոր քննարկումներ ունեն Պենտագոնում եւ նաև Սպիտակ տանը, ինչ գործողություններ կարող է տեղի ունենալ Իրանի շուրջ, քննարկումները լուրջ են եւ Թրամփի սեղանին ամենօրյա ռեժիմով տարբեր տեսակի սցենարներ են դրվում Իրանի շուրջ, տարբեր ծրագրեր եւ հիմնական ծրագիրը, եթե նախկինում Իրանի ատոմային օբյեկտների ոչնչացումն էր, ապա հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփի գլխավորությամբ մտածում են այն մասին, թե ինչպես հեռացնեն այս ռեժիմը Իրանի իշխանությունից։ Ուկրաինայի մասով կարող եմ ասել, որ էներգետիկ հրադադար է ձեռք բերվել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև եւ դա տեղի ունեցել Թրամփի խնդրանքով, քանի որ շատ վատ եղանակային պայմաններ են, Թրամփը խնդրել էր Վլադիմիր Պուտինին եւ ի պատասխան Թրամփի խնդրանքի, ինչպես ասում է Պեսկովը, Ռուսաստանի Դաշնությունը համաձայնել է փետրվարի 1-ը մինչև ձեռնպահ մնալ Ուկրաինային հարվածներ հասցնելուց, եւ սա ընդհանուր առմամբ այդպես է դիտարկվում, որ լավ հիմք է, որ բանակցությունները դրական հունով ընթանան։ Ճիշտ է, Զելենսկին ասում է, թող Պուտինը գա համարձակություն բանակցենք Կիևում, Ռուսաստանից ասում են, թող Զելենսկին գա Մոսկվա, այդտեղ շարունակենք բանակցությունները, այսպիսի քննարկումներ, այսպիսի հայտարարություններ, տեսնենք, այս բանակցությունները ընթանում են, բայց թե ինչպես կավարտվեն, դրանք ոչ ոք չգիտի։ Այս պայդրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։